Բարև ձեզ հայր ջան։ Ուրեմն այսօր սկսեցին 3-րդ этап Իրանը, Իսրայել իբր թե պատերազմ։ Այո, իբր թե։ Գլխավոր նպատակը Զանգիզուրի Սյունիքից միջանցք տան Ադրբեջանին, հասնեն իրանց գերագույն նպատակին, համաշխարհային մեծ խաոս գցեն, որ արդեն գցեն սով եւ վիտոգի բերեն ցիֆրովիզացիայի ժողովուրդ ջան, հստակ իմացեք, որ Իրանը Իսրայելի պատերազմը ինտերնետի մեջ է, ժողովուրդին խաբելու հերթական խաբելով բերեն կայնացնեն փաստի դեմ։ Հիմա ես ձեզ առաջնահերթին ցույց կտամ ոնց են խաբում մարդկանց, այդ որ ասում են ինֆոպատերազմ։ Ինֆոպատերազմը ընդամենը սուտը տարածելու մարդկանց վրա ազդելու միջոց է։ Հիշում եք 2020 թվին, երբ որ հարձակվեցին մեր Արցախի վրա, ինտերնետով տարածեցին վիդեոկադրները, որ Հայաստանի որ հայերը Արցախի բանակը խփում է Ադրբեջանում Կիրովաբադի այրապորտն է տրաքցնում, բոլորից հիշում եք։ Այսինքն տպավորություն են ստեղծում, որ իշխանությունները Արցախի եւ Հայաստանի իբր թե հայ են, պայքարում են հայություն Հայաստան Ղարաբաղ են պաշտպանում։ Այդ ժամանակ երեխեքը գրում էին, որ մենք գնում ենք առաջ, տարօրինակ ձևով մեզ նահանջելու հրահանգ են տալիս։ Երբ որ աղմուկը բարձրացրեցի, որ ես մեռա գոռալով, որ այնտեղ մեր տղեկներին խփում են, ներսից են դեմ տալիս, էսա երեխեքն են գրում, որ մենք գնում ենք առաջ, մեզ նահանջելու հրահանգ են տալիս։ Գորբագորն էլավ ասեց, որ սա տակտիկական նահանջ է, այսինքն եդ են գալիս, որ հարձակվենք ուժեղ։ Ու այդ վիդեոները տարածում էին, որ հայերը խփում են Կիրովաբադի այրապորտը, մեր գանձակի նախկին։ Պարզվեց, որ 2014 թվին Դամբասում Ուկրաինայի այրապորտները տրաքցնելուց մեկի վիդեոն էին տարածում, հայերին խաբելու համար տպավորություն ստեղծեն, որ Նիկոլ Արայեք ու մնացած ջվուդներով պաշտպանում են Հայաստանը եւ Արցախը։ Վիտոգի Քոչարյանն ասեց, ես գնացի բունկերի դուռը խփեցի, ինձ պարզապես չբացեցին։ Миминой кинон ավելի հզոր էր, ասեց, я постучал, хотел в туалет, сказал, я тоже хочу, տվեց ու ծխեց։ Ուրեմն ոնց են խաբում ժողովուրդին, ժողովուրդ ջան, ես ձեզ հիմա մի քանի նկար վերջի երկրորդ պատերազմը, որ հայտարարեցին, ուրեմն տարածում են նկար, Տել Ավիվ начинает походить на газу, գազան սաղ ծխել են իրականությամբ, հələ այս նկարին նայեք ժողովուրդ, այսինքն նորակառույց շենքերը նկարում են, էսա նայեք, նորակառույց շենքերը, որ պատուհան բան չկա, նկարում են, այս մի շենքի պատերը փակած են, կողքից արդեն տակի շենքերի հարկերի պատերն են փակում, ստեղ ֆոտոշոպ են մի քիչ անում, որ ջարտուփշուր եղած է, ուշադիր նայեք շենքի տակի ավտոներին, սաղ մի հատ տրակված ավտո, վարված ավտո չկա, անգամ տեղաշարժ եղած չկան,
Պա դիագոնալ, սենց գեղեցիկ ձևով, դաժե տեղից չեն շարժվել։ Մի րոպե ժողովուրդ։ Տեսակ, որ նկարները գծում եմ Photoshop արած մարդկանց խապելու համար։ Ուղղակի թաղամասը նկարել են, էսա, նորակառույց շենքը նկարել են, էս էլ Photoshop են արել։ Հիմա ձեզ ցույց տամ ուրիշ նկար։ Նայեք, իբր թե Մոսադի շենքն են տրակցրել, այս երկրորդ Իրանը Իսրայելի կռվի ժամանակ են տարածում, մի րոպե։ Նայեք այս շենքին, ոնց որ Մոսադի շենքը պրոստը պիտի գրվեր Մոսադ։ Մոսադը գրված է մի S տառով, Մոսադ 2 S տառով է գրվում։ Ուրեմն շենքը տրակցրել են, Մոսադ բառը մնացել է, սենց դաժե չի ծռվել, չի։ Հələ ուշադիր նայեք դրոշակի ֆլագշտոպի տրուբային, որի վրա Իսրայելի դրոշակն է։ Ուղիղ վերտիկալ գծով, ոչ ծռվել է, ոչ դրոշակն է ճղվել, ամբողջ շենքը տրակցված է, դրոշակն ու ֆլագշտոպը ուղիղ կայնած են։ Այս կողմի դրոշակն էլ նայեք, սիրուն, մաքուր, կախած է, այս էլ սենց է նկարել, որ լավ երևա, որ Իսրայելի դրոշակն է, Մոսադի շենքն է։ Հասկացա՞ք, ոնց են խապում ժողովուրդներին, ինչ ինֆորմացիա իրանց պետք է, էդ էլ տարածում են։ Հիմա ձեզ ցույց կտամ, հələ մի րոպե կներեք։ Հիմա ձեզ ցույց կտամ այսօրվա տարածված վիդեոն, ժողովուրդ ջան։ Բիսպիլոտնիկը վերևից պատրաստ է խփելու, նավը գալիս է, գիտի, որ կոնկրետ բիսպիլոտնիկը վերև կայնած սպասում է, այսենց, նավը գալիս է, դաժե մանևրիրովանի չի անում, փախցնի նավը, ուղիղ գալիս է բիսպիլոտնիկի տակ, որ իրանց խփեն սատկացնեն, ուշադիր նայեք, հիմա ուրիշ բան էլ ցույց կտամ ձեզ։ Այսպես, մարդիկ կոնկրետ գալիս են բիսպիլոտնիկի տակ ու տալիս են իրանց խփել, հետաքրքիր է, վերևից ով է այս բիսպիլոտնիկը նկարել, ոնց է ինքը հիմա խփելու նավը։ Հիմա, ստեղ պայի տակ, ես դες սկզբից նկարը ցույց կտամ, ժողովուրդ ջան, պայի տակ կադրերի մեջ, մի ակնթարթ, դուք տեսնելու եք այսենց կադր, նայեք, երկու հոգի նստած են, տեսնում եք, այսա։ Էսի ես բիսպիլոտնիկ, որ պիտի խփի, պայի տակ այդ կադրը գալիս է, որ կինոն նկարահանել են, տարբեր կադրներ ընկել են մեջ, ես ձեզ հիմա նորից ցույց կտամ, դուք ուշադիր նայեք, կարաք ստոպ կադր անեք իմ վիդեոն ու տեսնեք, որ խփելուց առաջ սկզբից այս կադրն է գալիս, էսա։ Հետո նոր պայթումն է կատարվում։
Էսա ուղարկեմ ձեզի, ցույց տամ ձեզի, հիմա դուք տեսնեք։ Ուշադիր նորից նայեք, ժողովուրդ ջան։ Տեսակ, մի հատ էլ ցույց տամ, որ ով չտեսավ չաստրեք, ուշադիր եղեք։ Պատերազմի ժամանակ մեր Արցախյան 44 օրվա 3-րդ պատերազմի ժամանակ հիշում եք բոլորս կադրները, որ Վիլիսնա գնում, Յաշիկ ավտո էր, Վիլիս էր չեմ հիշում, որ տրակցորին Ջալալին հայտարարին, որ ինքը չկա, հետո հայտարարին, որ ինքը վիրավորված է։ Այսենց վերևից ցույց են տալիս ավտոն տրակցորին, Ջալալը հիվանդանոցում է, պատերազմը գնում է առանց Ջալալի, Ջալալին հետո վիդեոյի ցույց են տալիս ամբողջությամբ ոնց ծնվել է, այտենց էլ կար, այտենց տրակվել էր, ավտոն ծխվել էր, Ջալալը ժիվո էր մնացել, Էլան հայտարարին, որ Ջալալին հավաքել է, պլաստիկ օպերացիա են արել, այնենց ունիկալ պլաստիկ օպերացիա են արել, ոնց որ մերը ծննդա բերել էր, ոնց որ ինքը մեծացել էր, точно այտենց դուպլիկատն էլ հանել են։ Մի տարի առաջ էլ իբր թե Ջալալին դատում էին, որոշեցին, որ Ջալալը ոչ մի բանի մեջ մեղք չունի։ Այտենց նկարները գծելով, պատերազմի ժամանակ տպավորությունները ստեղծելով, ժողովուրդ ջան, իրանց գործն են անում, ուրեմն հայտարարին, որ Խոմեյնին Ամերիկան ու Իսրայելը հայտարարեցին, որ Խոմեյնին մահացել է, այատոլլան, Իրանը հերկում էր, մի քիչ առաջ ապացույցեցին, ավել ճիշտ չհերկեցին, հաստատեցին, որ Խոմեյնին մահացել է։ Այտենց 2 տարի առաջ նախկին պրեզիդենտը իրանց Ադրբեջանից վերադառնալուց վիրտալյոտը տրակվում է հանկարծ, մեռնում է, այն պետությունը, որ պիտի քանդեն, այդտեղ բերում են Նիկոլ Փաշինյան, Զելինսկի, մի հատ պրեզիդենտ Փեխլևեի, ինչա բերել են, Սմենա պակալենի արեցին, այսինքն էլ հզոր պրեզիդենտ խաղալու դեր կարիք չկա, էդի մեռավ իբր թե։ Գնաց Հավայան կղզիներ։ Այատոլլան ինքը ազեր է, ազերները դա խազերներն են, ջհուդներն են, ժողովուրդ ջան։ Հիմա նախկին մինչև 1978 թիվ ռևոլյուցիան կատարելուց առաջ Իրանը կառավարել են նույն ջհուդները, ժողովուրդ ջան։ Էսա ես ձեզ նկարները ցույց կտամ։ Սա Իրանի թագուհին է եղել մինչև 1978 թվի իրանսկայ ռևոլյուցիա։ Ահա, նայեք, էսի թագուհին է։ Այս թագուհին Էթիոպիայի թագավորի հետ նկարված, ուշադիր նայեք, ուշադիր, Դավիդի աստղը, Իսրայելի աստղը, դոշին։ Սաղին ցույց ենք տվել, որ Իրան տղեն իբր թե հիմա իշխանության կռիվ է տալիս, ոնց է Իսրայելում Ուստինի պլաչը հոնգուր լացում է տղեն։ Հիմա կարդում եմ հոդված։
10 июня 1925 года внучка последнего шаха Ирана Мохаммеда Резы Пехлеви Иман вышла замуж за еврея Канерек. Лучик ду гнакане, это шатхан карацур инци. Гнакане. 10 июня 2025 года внучка последнего шаха Ирана Мухаммеда Резы Пехлеви Иман вышла замуж за еврея Брэдли Шермана. Они оба живут в США, оба по профессии финансисты. Свадьба объединила две традиции: иранский обряд Софре-эй-Ахк со священной скатертью, медом и свечами, и еврейскую хору «Веселый танец», где молодоженов поднимали на стульях. Хочется напомнить, что до исламской революции 1979 года шахский Иран был одним из главных союзников Израиля. Иран одним из первых на Ближнем Востоке признал еврейское государство в 1950 году. Израиль поставлял в Иран технологии, Иран же в Израиль нефть. В шахском Иране жили 80 тысяч евреев, բնական Америку 0 պետք է ավելացնել. В Иране жили 80 тысяч евреев, они занимали высокие посты, открыто исповедовали иудаизм. Это доказывает и происходящее сейчас на Ближнем Востоке, и личная история принцессы Иман Пахлеви и Брэдли Шермана. Эси Торнернен, Торна ու Пեսена еврей. Ես էլ ամբողջ ազգով տագով այսա։ Տեսակ, որ Իրանի նախկին ու ներկա իշխանությունը ջհուդական է եղել, ոնց որ Հայաստանի նախկին ներկա իշխանությունները ամբողջ քաղաքական դաշտը ջհուդական է ու բոլոր պետություններում նույն վիճակն է կատարվում ժողովուրդ ջան։ Էսի ձեզ ցույց տվեցի։ Հիմա մեզ ամբողջ միջև Արցախի պատերազմի ժամանակ կա այտենց պոլիտոլոգ Սերգեյ Շակարյանց, իրանավետ, այս ջհուդը с азербайджанским акцентом. Вот. Ամբողջ ճանապարհը մեզ քարոզում էր, որ Իրանը տեր է կայնում Արցախին, Իրան никогда не допустит изменения границы. Иран не допустит приближения Азербайджана к границам Ирана. Խփեցին Կասեմի Սուլեյմանին. Если лав հայտարարեց Иран поднял красный флаг, не спустит до тех пор, пока мура չհանի. Иран поднял черный флаг, пока маман չլացածնի Азербайджանին, флаг не спустит. Պարզվեց, որ Иран допустил изменение границ. И не в один этап, в два этапа. Что мы читаем дальше? Иранский политик. Оказывается, Иран не предотвращал ոչ թե դեմա արե սահմանը չգա Ադրբեջանին Արցախի տարածքի հաշվին գա կպնի Իրանին, այլ Իրանը մի բան էլ օգնել է դրան։ Էսա, իրանский политик. Мы ошиблись, открыто поддержав Азербайджан в Карабахской войне. Вот так. Читаем статью. Иранский политик. Поддержка Азербайджана в карабахских войнах. Не в одной, а в 3. Иранский политик. Поддержка Азербайджаном в карабахских войнах
Азербайджана в Карабахских войнах была стратегической ошибкой. Бывший член комиссии по нацбезопасности и внешней политике парламента Ирана Махмуд Ахмади Бигеш заявил, что Тегеран ошибочно занял сторону Азербайджана в карабахских конфликтах. По его словам, это подорвало доверие со стороны Армении и ослабило позиции Ирана в регионе. Если бы мы были на месте Армении, мы бы доверяли Ирану? Я бы нет. Бигеш отметил, что Иран мог сохранить нейтралитет, но он предпочел открыто выступить в поддержку Ильхама Алиева. Այսինքն даже не нейтралитет, այլ конкретно օգնել են Սերգեյ Շաքարյանցները ու մամուլը տարածում էին, որ Իրանը օգնում է Հայաստանին Ադրբեջանի դեմ պայքարելու մեջ։ Հասկացաք, հայեր ջան, ոնց են մեզ խաբում։ Հիմա ինչ ենք տեսնում մենք հիմա։ Մենք տեսանք, որ առաջի երկրորդ պատերազմը իբր թե բեմադրություն արեցին, քանի 100,000 ազերներ բերեցին, լցրեցին Հայաստան, իբր թե Իրանի փախստականներն են։ Նպատակը ո՞րն է հիմա։ Նպատակը այնա, որ հիմա Հայաստանը բերեն լցնեն, իրանց թուրքերով խեղդեն մեզի քանակով, демографическую карту Армении меняют, եւ Նախիջևանն ու Ադրբեջանը միացնեն, այնտեղ սենց դիսկիների նման Հայաստանը հուպտան պրծնեն։ Լսեք այս հոդվածը այսօրվա 5-րդ ալիքն է տարածել։ Տելեգրամում լուրեր են տարածվում, որ Իրանը փաստացի վերահսկողության տակ է վերցնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը նախկինում ՆԱՏՕ-ի եւ սիոնիստական կառույցների կողմից դիտարկվում էր որպես տարածաշրջանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Թավրիզ-Երևան 120 կիլոմետր երկարությամբ ռազմավարական ծրագիրն իրականացվում է սեղմ ժամկետներում, որով Իրանը ուղղակիորեն կապվում է Հայաստանի հետ։ Ըստ իրանական տելեգրամներում տարածված լուրերի, այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի Սյունիքում ամրապնդվելու ցանկացած փորձերի համար։ Հայաստանի վրա հարձակվելուց առաջ նրանք ստիպված կբախվեն Իրանին։ Հասկացաք, որ մեզ հերթական անգամ խապում են, որ Իրանը տերակայնում Զանգեզուրի հիմա էլ արդեն կամուրջին, որ ելելա դեմ իբր թե Ամերիկային ու Իսրայելին, մեզ փափուկ բարձ են դնում գլխին տակ, ժողովուրդ ջան, ու վերջում նորից ասեն, որ այս անգամ Իրանը պարտվեց, Իրանը հիմա ուզում են մասնատեն, Ադրբեջանը Զապադն է Ադրբեջանը ստեղծում մեր Սյունիքի ու Իրանի իրանց կպած տարածքների միջոցով, խապում են ձեզ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Իսրայելի դեմ է, խապում են ձեզ, որ Իսրայելը Հայաստանի կողմն է, խապում են ձեզ այն աստիճանի, որ արդեն եվրեյներին հայերի հետ նույնականացնում են, որ մենք նույն տանջված ժողովուրդն ենք, իրանք մեզ հասկանում են, եկել են մեզ տեր կայնեն, օգնեն մեզ։ Արցախը, որ հանձնեցին 2020 թվին, Израиля առաջինը զեկուցեց, որ и только благодаря интенсивным поставкам оружия Израилю и Азербайджану удалось победить Карабах. На самом деле они даже не победили, они нас подставили. Внутренние евреи, внешним евреям. 2 года тому назад, երկու տարի առաջ, Իսրայել պաշտոնական հայտարարել է, որ Կնեսետում արտաքին գործերի նախարար
սովորական անգամ պատգամավոր չէ, արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը հետևողական է Հայաստան աշխարհը ոչնչացնելու։ Հանկարծ ու հանկարծ հայեր, չուդեք այդ կուդը, որ Իսրայելը մեր առաջի թշնամին տերակայնում մեզ, հերիկա խապնվեք, ոնց կարա Իսրայելը մեզ տեր կայնի, եւ որ մեր Արցախի հողերը հանձնեց Իրան Ադրբեջանին եւ այնտեղ վայենի բազաներ է կառուցում եւ 4 հատ այրապորտ է վայենի կառուցել։ Հիմա Իսրայելը ում կողմից է։ Հասկացաք, որ այս խաղը հիմա խաղում են, վիտոգի սարքեն, որ Իրանը պարդվեց, այսա Խոմեյնին մեռավ, Իրանը թուլացավ, Խոմեյնին արդեն իրան գործն արեց Ազերը, գնաց նորից Էփշտինի նման հավայան կղզիներ, ոնց որ Բիլ Գեյթսը լավ ասեց, я извиняюсь, что я там перетрахался с 2 русскими, и исчез, за один день продал свой дом за 137 миллионов и исчез. Հասկացաք ձեզ ինչ են անում, ժողովուրդ ջան, ոնց են ձեզ խապում։ Դրել է ամբողջ երկրագունդը Բիլ Գեյթսը վակցինայով սպանել է, սպանում է, մինչև հիմա մարդիկ մեռնում են վակցինացիա եղածները, ինսուլտից ու ինֆարկտից մեռնում են, рак сразу 4-й կատեգորии։ Դրել է սպանում է, ելա ասեց, я извиняюсь, ու թռավ։ Хомейним подставили евреями, якобы у них идет борьба за власть, на самом деле сейчас скажут, в Иране внутренняя ситуация очень сложная, она не смогла бороться против Израиля, հասկացաք ինչ են անում։ Սյունիքի ճամպեն կասեն Թուրքիան Ադրբեջանի հետ հարձակվեցին, խլեցին։ Բա ամբողջ մի Պալեստինան 2 տարի ռմբակոծում էին, մի հատ Իսրայելի դեմ ամբողջ մուսուլմանական աշխարհը չկարողացավ, որովհետև այդ մուսուլմանական երկրներն էլ շուտվանից հրյաների տակն է, ժողովուրդ ջան։ Այնց որ ձեզ հիմա փորձում են նորից խապեն, որ Իրանը տերակայնում պայքարում է Ամերիկայի, Իսրայելի դեմ Սյունիքի ճանապարհը չտա ազերներին, Տրամպին։ Հասկացաք։ Ոնց Վուդրո Վիլսոնի պայմանագրով, որը ուժի մեջ չի մտե, ասում են ուժը չի կորցնում, 100 տարի անցել է ուժը չի կորցնում, այս Ամերիկան սա հողերը ձեզ կտա հայեր, վիտոգի Սյունիքի կամուրջը դարձավ Տրամպի կամուրջ։ Դրել են վիդեոն, որ Իսրայելի դեսպանն ասում են, որ իրանք են գալու կամուրջի վրեն կայնեն, բա Իսրայելն էդ ոնց է հայերին փրկում, Իրանից հենց Իսրայելից է մեզ փրկում Իսրայելը, դուք սենց բանի կարաք հավատակ, հայեր կուտը չուդեք, մենք ունենք մի ելք, ձև են թապում ու Իրանի փախստականները գան, լծվեն մեզ խեղտեն, ազերները, ձև են թապելու, որ խպեցին նաև Թուրքիայի վրա, այնտեղ սարկում են, որ համշենահայերն են սաղ, գեները սաղին ստուգել են, ստուգողներն էլ թուրքերն են, սաղին տեղեկանք են տվել, որ հայ են։ Բերեն իրանց թուրքերին, 80 միլիոն են, 10% որ բերի 8 միլիոն, մի 8 միլիոն էլ որ այնտեղից գան Իրանից, ինչ եք անելու հայեր, ինչ եք անելու, Ռուսաստանն արդեն այսօր հայտարարել է, որ քանի որ ռուս ազգի խնդիր ունեն, աշխատաուժ չունեն, պակիստանցիներին, որ հնդիկներին բերել են, լցրել են այդտեղ, ռուս աղջիկներն ով որ ամուսնանա Պապուասի հետ, հնդիկի հետ, իրանց ձրի տուն են տալու։ Լրիվ վերացնեն ռուս ազգը, պրծնեն, տղեկներին սպանեցին, Ռուբեն Վարդանյանը նույն ծրագիրը հայտարարեց։
որ զոյվել են, չեն ասում զոյա բերեցինք, զոյվել են շատ հայ տղեկ, 50,000 ընտանիք, մեր հայ գենին մոդիկ, պարզվեց բմբլոտ հնդիգներն են, բերեն լծրեցին ստեղ, դաժը բմբլոտ հնդիգները չեն, հնդիգի անվան տակ պակիստանցի, գատովը իգիլ, որ երբ որ հրամանը սենց տան, կալաշնիկները բաժնեն հարցակվեն մեր վրա, մենք ունենք մի բան, ժողովուրդ, մի փրկություն, երբ որ իրանք արեցին Սումգայիդ, Мичев Эд Горбачев ասեց, вы забыли, что в Азербайджане проживают 300 000 армян. Այսօր 37 տարին ասում գայտի ջարտերին։ Մենք ունենք մի փրկություն, 800,000 ջվուտ Հայաստանում ապրում են, ինչ կան էլ բերել են, Աստված գիտի, դրանք դառնում են Հայաստանում զալոժնիկ։ Դուք այսօր վիդեոն տեսել եք։ Ոնց եմ ես մաման լացածրե հայախոս թուրքին։ Մտա պիրաշկի առնելու, այդ օբյեկտը միշտ մաքուր, աշխատողները ֆորմաներով, զուսպ, ակուրատնի, ամեն ինչ տեղը տեղին։ Մտա տեսնեմ, որ մի հատ բուլդոգ, տապակ հայացքով, ճորտած բերանով, հարցակվելա մի տարիքով կնոջ վրա մնացած աշխատողները վախեցած սենց իրար են նայում։ Հարցակվել էր այդ կնոջ վրա գոռում էր, ես մտածի բրի տերն ու տիրագանն է երևի, ոչ խոսալ գիտի, ոչ շնորհք ունի, ոչ բան ունի, աշխատողի վրա է գոռում, բայց մտածում եմ լավ, այդքան դաստիարակություն կամ աշխատանքի բնույթը չգիտեմ, որ եթե դու թեգուս տերն ես, աշխատողին կանչես կաբինետ, գեղեցիկ ձևով այս մարդու սխալները իրան բացադրես, ղժում, ճճում էր, հեռախոս արել էր, քիչ մնա այդ կնոջ 65-70 տարեկան ակուրատնիկին գլխին տար։ Մեկ տեսնում եմ, ասում է ստոր, ոչնչություն, այդ կնոջը, բերանս բացի, փախավ, դուք չեք հասկանում սրանքով են, ժողովուրդ ջան, մենք Բաքվում, իրանց տապակ հայացքով, տարբերում ենք, որ էսի թուրքա, համբալա, հայվանա, ուղեղի չկա, աչկերի մեջ ոչ խել կա, ոչ բան կա։ Երբ որ եկա Բաքվից հետո Հայաստան, ես զարմացա Հայաստանում, մենք հայերս էտենց էինք իրար ճանաչում, եթե անծանոթ էինք, որնա հայ, որնա թուրք, իրանց դեբիլ տեսքից ու իրանց դեբիլ հայացքից։ Ես երբ որ եկա Հայաստան, ես զարմացա, ասես դեբիլ տեսքը թուրքերի, ինչ գործ ունեն հայերի մեջ։ Հայն ոնց կարա սենց հայացք ունենա, դեբիլ անասուն անդուր տեսք ունենա։ Մտածում ենք թուրքերը փախել է, պարզվեց թուրքերը սկի չեն էլ փախե։ Յան ազգանունը կպծրին, կարմիր պասպորտը որտեղ որ գրած էր ազգություն, Քորլևոնը փոխեց կապուտի, սարկեց բջի պասպորտ, մի շրջանից տեղափոխման մյուս շրջան, այս շրջանից տեղափոխման այս շրջան, հայերեն լեզուն սովորան, մտան քաղաքականության մեջ ամբողջությամբ, սերունդափոխություն արեցի, այսօր արդեն այս դեգեներատ, որ հասկացա, որ որտեղից են Հայաստանում, այս դեգեներատ հայացքով, դեգեներատ ուռոտ տեսքով մարդիկ, հասկացա, որ թուրքերն են, ջվուդներն են հայախոս են դարձել, որպես հայ ապրում են ստեղ, բացահայտեցինք իրանք հիմա, դուք հասկանում եք անգրագետ, քոչվոր թուրքին, ասել են, որ դու հային հաղթել ես, դուք գիտեք թուրքերն ինչ են գրում, ասում են հայերն ասում են мы не победим, их никто не смог победить, их победили азербайджанцы, йо, լուրջ, դեբիլ հայացքով, կաղչանով, եկել էր հայի վրա իգնահաստատվում էր իրան, արդեն հաղթող տեր ու տիրական էր զգում, ես չգիտեմ այդ օբյեկտի տերը ով է,
կամերաները թող իրան օբյեկտին բացի տեսնի այդ ով է որ իրան տարածքում իրան թույլ տվե գա իրան աշխատողի վրա ձայն բարձրացնի իրան տարածքում մաման լացացնի սրանք են ժողովուրդ սրանք են Այ ոնց որ ձենս բարձրացրի, փորձեց հեռախոսով ինձ ուսիս քտիս չգիտեմ ինչ խփի, թողեց փախավ։ Հենց վիդեոն միացրի, թողեց փախավ։ Իզով թիզով անհայտնացավ, թոզմշլար եղավ։ Հասկացաք ինչ պիտի անենք։ Ինչ կան ստեղ հրյա կա, ջվուտ կա, խառնածին, զուտ, հարուն, սաղի վրա պիտի հարցակվենք, վառենք։ Վառենք, իրանք վառելու տեղ մենք պիտի վառենք։ Իսրայելը ոնց է հարցակվում, ասում է, ես գիտեի, որ պիտի հարցակվի ագրեսոր է ինքը, փաստ չունի։ Ինքը ագրեսոր է, ինքը արդեն պաշտպանում է իբր թե։ Ես ձեզ 50 երեխուն իբր թե պալեստինցիք որ սպանել են, ես այդ նկարն էլ ցույց կտամ։ Որ բլեվ սարկած նկարը, ոչ մի երեխա Այնտեղ չի մորտվե, սեկտեմբերի 27-ին էր, թե հոկտեմբերի 27-ին էր, սեկտեմբերի կարծես։ Այդ նկարն էլ ցույց կտամ, սարկած նկար։ Այսը, նայեք։ Մակուր մեշոքները, ստիրիլն է, բա 50 հատ մերել են, հանե, դրել են, մի կատիլ արուն չկա, նայեք, ահա, տեսնում եք, ես նգարը դրեցի, էջիս գրեցի, որ ես ինչ մերել են, որ 50 մերել, եթե փողոց, չգիտեմ, ձեցկի սադիկեր ինչ էր, հավաքի լծրել են ապալ թապալ մեշոքների մեջ, ոչ կեղտ կա, ոչ հարուն կա, ոչ մի բան կա, եթե իրանք արդեն հանում են այդ դիահերձման տեղից, ինչ է ամեն մեկը իրան մերելը չի տարե, բերել են ռասիպնոյ լծրել են ֆուրի մեջ ու տանում են, բաժանում են տներով, ով այս, դրեցին էջից ջարտեցին ջվուտները, են հենց որ ժողովուրդ, եթե հանգարց ստեղ փախստական մտցնեն, եթե հանգարց որոշեն սյունիք տալ, Զանգիզուրի ճանապարհ տալ, Տրամփ նով այլ ասերված, պեդաֆիլ, հարունախում, նույնը Պուտինը, նույնը Էրդողանը, նույնը Նիկոլը, նույնը Ալեն Սիմոնյանը, ով են իրանք, որ մեր ճակատագիրը լուծեն, մեզ ոչնչացնեն, մեր երկիրը իրանցով անեն։ Հարցակվում ենք իրանց վրա, զալոժնիկներ են ստեղ, Հարցակվում ենք իրանց վրա, պարզապես վառում ենք, բենզին, սալարկա, կիսլատա, բոլորի տներն էլ կա, ես 8 տարի խոսում եմ, հարցակվում ենք իրանց վրա, ու պրոստը տուպը վառում ենք, ուրիշ ձև չունենք, ինչ դարերով արել են մեզ, այո, փետրվարի 27-ի 28-ի գիշեր, Միջև այդ հայերի տները նշմար են արի կարմիր խաչով դռները և թուրքերով պայմանավորվել են, լուսերը չանջադեն հայերը միամին ժամը 2-ին 3-ին արդեն խորը քնի մեջ են, որ լուսերը անջադված կլնեն հայերի տներն են, որի դռներին կարմիր արունի գույնով խաչ կլնի հայերի դռներն են, հարցակվել են 3 օր, 3 գիշեր, Սումգայիթը Բաքու 20 ռոպվա ճանապարհ է, ժողովուրդ ջան, ոնց որ Երևան, Աբովյան։ Մենք Բաքվի կենտրոնում տեղյակ չենք եղել, որ Սումգայիթում մեր հայերին մորտում են։ Մորտել են դաժան ձևով, ժողովուրդ։ Հարկերից քծել են, գարդիրոպները վրից են քծել, վառել են, որ հետքեր չմնա։ Ոնց որ 15 թվին Հղի կնանիքների փորները բացել են, սպորվել են, գրազվել են տղայա թե աղջիկ։ Ժողովուրդ ջան, նույնը արել են, նույն գազան է, Սերժ, ես քու մերը, որ ժողովուրդի գլուխը մտցնում էր, որ
թուրքը առաջվա թուրքը չի։ Սուկա տակոյ։ 14 թվին դու ես հաչացե, որ երազում ես ազերները ստեղ շուտ գան, Ռուբեն Վարդանյանի, Աֆեյանի հետ, Դիլիջանի դբրոցում։ Հիմա թուրքերին ցույց են տալիս եկելա, իբր թե իրան պապենական տունն աման գալիս, մարդիկ ասում են, որ ածեն զեկուցելա, որ սրանք 14 թվին էլ են եկե, ասում ես խաբար չէ, լուրջ, բա դու բոլոր ուժային կառույցների ղեկավարն ես եղել, տվար պարշիվը, բա դու երկրի պրեզիդենտն էր, թշնամին գալիս ա մտնում ա ածե տեղյակա դու տեղյակ չես, բա դու ինչ ածե ես ունեցե, որ ածեն թողնում ա թուրքը մտնում ա ներս, մի հատ էլ իրան հերոսի տեղ ա դնում, ասում ա դե վաղտ ուրիշ կարգավիճակով են եկե, հիմա ուրիշ, գնացեք սրանցից հարցրեք, суки, вы за все ответите, որ սունկայետի ջարտերը դու Քոչարյանը паршивые, փաստացի դուք տեր չկայնակ, փաստացի դուք նպատակ չդրեցիք ապացույցել, որ ազերները մեզ մորտել են, տվար ձեզ մորտելու ենք թուրքերից առաջ, ձեզ մորտելու ենք, վառելու ենք, սպանելու ենք, բոլոր մեր պապերի համար, այս երեխեքների համար, լավ իմացեք, ժողովուրդ պատրաստվեք, Սյունիքն են ուզում տալ, Հայաստանը ոչնչացնել, Էրատոն լավ փաստացի Իրան ամուսնության բաժանություն ձևակերպեց, դա ասեց ես իմ արածն արեցի, հասկացաք, ժողովուրդ, ես իմ արածն արեցի, ենենց որ պատրաստվեք, սրանք ուզում են մենց բոլոլակցեն, նգարները այս են ցույց տալով, իրանք իրանց պետությունները չեն քանդում, քանդում են այնտեղ, ուր որ պիտի զախվատ անեն, Ուկրաինան, Սիրիան, սաղ քանդեցին, Պալեստինան, հայտարարել են, որ արդեն Պալեստինա չկա, բայց ես Եփանից եմ ասում, կոդորին այդ ժողովուրդին իրանք մնան պալեստինցիների տեղ, 1 միլիոն դիակ են պատրաստել, որ վերջում հայտարարեն, նայեք, իրանք են զոյերը, իրանք են մեր ձերը կրակն ընկել, հասկացաք ժողովուրդ, սովը պիտի քցեն, ցիֆրովիզացին անելու համար, Բիդասի գիտեք ինչ, որ մեկը շատ չուդի մյուսը սովիտ չմերնի, ցիֆրովիզացի պիտի անենք, որ համարակալենք բոլորին հավասար հասնի, ոնց որ տվար Քոչարյանը ելավ 2000 թվին ջուրը սարկեց փողով, ասեց գիտեք ինչ, վերևի հարգերը ջուր չի հասնում, որովհետև ներկևի հարգերը անխնա են բաժանում, սարկենք փողով, որ բոլորին հավասար ջուր հասնի, ասու տվա ջուրը Հայաստանի, ինչի վաճառվեց հայի վրա և փողը գնաց իբր թե Ֆրանսիա ֆրանսիացիներին, ինձ իմ վիդեոների տակ մի հատ գրում է, Магда, как вам не стыдно, вы взрослая женщина, вы прекрасно видели, քորի ժամանակ ինչ ա եղել Հայաստանի հետ, Քոչարյանը զարկացրեց, այո, մենք էտենց էլ մտածում ենք, միջև չմտանք քաղաքականության մեջ հասկանանք ինչ ա կատարում, ասում եմ, вы мне ответьте на один простой вопрос, почему мы день и ночь в поте лица работаем, платим проценты, а он сидит, ничего не делает, собирает проценты. Все, фарза! Ասու տված մեր ջրի փողերը через Ֆրանսիա գալիս է, յունի բանկա դառնում, վրեն գրվում է Քոչարյան, տոգոսով մեզ փող են տալիս։ Ամբողջ ազգը, որ վերցնես իրավաբանորեն ժողովուրդ, սաղ գրաֆի տակ դրված է։ Սաղ գրաֆի տակ դրված է։ Հիմա հոսանքը տվեց Թուրքին, ջուրը տվեց Թուրքին, հոսանքը տվեց Ազերին, Դավոսի վերջի ժողովում խոսում են արդեն օտը մեր վրեն ծախեն, ասու տված օտը, ժողովուրդ օտը մեր վրեն պիտի ծախեն, հասկացեք, սա հենց բարեր չի, սովետի ժամանակ մեզ ասեցին, փողը պայեք տունը, փողը տունը պայելու տեղ, գողը գա տանի բարձի տագից, տարեք բանկ,
գրգույգը խոչի տանի, գրգույգը տանի քու անունովա։ Գրգույգը քու մոտ փողնել բանկում։ Սովետի վախտով ապրանք չկար ժողովուրդ ջան, սաղ սպեկուլյանտներից իսպտպալի, դորտուբեժ գներով առնում ենք։ Մարդկանց փողերը մնում էր, ապրանք չկար, սաղ տանում են բանկն են լցնում։ Մերլի փող, հարսնիկի փող, ավտոյի փող, որը որ ոչ ավտո են կարողանում առնել, ոչ հարսանիք կարողանում էին անել, օբյեկտ էլ չկար, որ մարդիկ հարսանիք անեն։ Վերջում ինչ արեցին, Սովետը քանդեցին, ասին нет юридически той страны, которая вам должна платить деньги։ Բիրիկով քծին մի քանի սերունդ, ամբողջ սովետական պետությանը։ Բիրիկով քծին։ Հետո ինչ արին կարտի։ Карты. Ваша карта у вас с собой. Никто из банка, кроме вас, без вашей карты деньги снять не может. Появились хакеры. Хакеры тащат деньги, говорят, юриста найми, адвоката найми. В итоге, говорят, эти сайты никто открыть не может. В итоге ասում QR-код на телефон. Զարգացեք։ Մետրոն 3 օրից հետո փողը կանխավճարը հեչ ա լինում։ Թթվավ։ Ինչ եղավ իմ փողը, որ 3 օրից հետո գումարը եթե իմ քարտի վրա է, էդի փորձն էր, մարդիկ լռեցին։ Մարդիկ ինձնից բացի երևի Հայաստանում ոչ մեկ այդ կռիվ չի տվել։ Հիմա հեռախոսի վրա QR-код, приложение, все будет по телефону. Дальше ինչ կասեն, телефон можно потерять. На руку. Сюда. Сюда. iSense. Ой, как интересно, как современно. Дверь открываешь, деньги получаешь, оплачиваешь. Все вот так, с руки сходятся, все. А это касен, руку можно ранить, руку можно повредить, можно остаться без руки. Вот сюда. Սատանութիվն են ուզում բերեն խփեն ժողովուրդ ջան 15 րոպեանոց քաղաքը նշանակում է 15 րոպեվա մեջ կնշանակեն քեզի 50 կիլոմետր 60 նայած իրանց հավեսը ոնց կգա այդ ռադիուսից հետո ինտերնետը կանջատվի դուք ոչինչ չեք կարողանա անել այդ որ սարքել են որ մետրոյում բոլոր տեղ Մարդը չի կարա 5 հոգովա գնում, ինքը չի կարա 5 անգամ 5 հոգու տեղ խփի։ Հերը չի կարա երեխու տեղ կնոջ տեղ խփի։ Նախ առաջնահերթին ընտանիքի միջի կապը, один за всех все за одного, սարկում են каждый сам за себя, հոր ինստիտուտն են վերացնում, որ ինքը պապանա, ինքնապատասխանատու, ինքը պիտի հարցերը լուծի, Սարկում են каждый сам за себя немецкий счет, ինչի համար։ Ամեկի քարտը կոնտրոլի տակ, кто куда пошел, даже детей, всех наблюдать։ Չեք հասկանում, ինչի մետրոյի մեջ, ավտոբուսի մեջ մի հոգի չի կարա մի քանի հոգու տեղ, ամեն մեկը ինքը Պասպորտ կոնտրոլ պիտի անցնի ավտոբուսի մեջ, մետրոյի մեջ, զուգարանի մեջ, չեք հասկանում ուր են տանում։ Մեզ մնացել է մի երկ։ Աստվածը ինքը ցույց ա տվել։ Իուդային առավոտ կախել են, թե կախվել է դա երկրորդական հարց է։ Աստվածը ցույց ա տվել, որ Իուդա ֆաշիստին պիտի կախես, սատանիստին պիտի կախես, Քրիստոսն ասում է ես պիտի գամ կրագով, մենք ենք իրան զավակները և իրան բանակը, իրան զինվորները, բա 6 ամիս առաջ Ջվուդի Ռավինն ասեց мы сожгем армию Бога, армия Бога это мы. Это они нас готовятся сжечь. Հասկացեք հայեր։ Ոնց որ իրանք են անում
Они агрессоры готовятся на нас напасть. Мы заранее нападаем, чтобы они не смогли напасть. На нас столько нападали, на спящих. Сегодня 37 лет. Резня армян в Սումգայիթի. Ոչ մեկից մի մոռացեք հայեր. Մի խապնվեք թուրք առաջվա թուրքը չի. Ջվուդը մեր նման, մեր եղերները ջվուդն է կազմակերպել հայեր. Մեր արուն խմողը ջվուդն է. Էփշտեյնի ցուցակները ձեզ աբացույց այդքան գոռում էինք. Մեզ ասում էին ձեզնից դուրս եք, ոնց կարան արունը խմեն. Ես ձեզ ասեմ ավելին, այդտեղ Եվգենիկա են արել. Այդտեղ Եվգենիկա են արել, նոր մարդու ձև են փորձել ստեղծել, ու այո, ոնց որ լֆիգի հիվանդանոցում Ջանֆիդացի Ռուստամին դրա համար սպանեցին, որ լավ ասեց, որ Իսրայելից սպերմա են բերել հայ կնանիքներին, այ մի ամիդներ, Էլան ասեցին ձրի ձեզի հղիացնում ենք, լավություն ենք անում, ձրի ձեզնից սարկին ինկուբատոր հրյա եք ծնում, ու ձեր երեխեքը սաղ կոնտրոլի տակ են, արդեն Մոսադի ագենտ են դառնում ձեր փորի մեջ, называются саянимы. Каждый еврей автоматически становится военнообязанным Моссада. Спящий агент Моссада называются саянимы. Ձերի ձեզնից սարկեց հրյա ծնելու ինկուբատոր. Հիմա էլ հայտարարել եմ, որ հադուկ, յուրահադուկ գենով, յուրահադուկ կապույտ աչքերով երեխեքներով կարան հղիացնել, չգիտեմ քանի $100,000. Տարան հայի գենը, կոնկուրս կրասատի, որ հորինեցին, սաղ գնացին, իրանց որները բացեցին, ում որն ավելի սիրունա, բրնեցին ու տարան բրնա բարեցին, Այդ 2 կոպեկ փող աշխատելու համար Էփշտեյնի տակով, Տրամպի տակով, Գեյթսի տակով պիտի անցնեն, որ ոռը բացելու իրավունք ունենան։ Հասկացաք, ու այդ ովքեր որ պատրաստ եղավ ոռը բացել, սիրուն ոռ ունեցավ, տարան իրան կողեցին հադուկ ինկուբատորները, հղիացրեցին ու իրան սարկեցին հադուկ երեխա ծնելու ինկուբատոր։ Լիքը կանայք, որ փագած են եղել, իրանց հղիացրել են հայկական գենով, կապույտ աչքերով, խելքով, դրանց էլ արդեն այդ գենով, այդ երեխեքներին թանկանոց ծախում են։ Ուզում ես հղիանալ այդ գենով 100,000-ից կամ չգիտեմ ինչքանից սկսվում է։ Հասկացաք, որ այդտեղ ոչ թե մենակ բռնաբարել են երեխեքներին ու կնանիքներին, հարունը խմել են, կախել են, սպանել են, վառել են, այլ այդտեղ Եվգենիկա են արել, ինչ որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ են արել։ Եղավ ժողովուրդ ջան, դրանց պիտի վառենք։ Ուրիշ ձև չկա մեր երեխեքներին փրկելու, մեր գերեզմանները պապերին փրկելու, մեր երգիրը փրկելու, կյանքը այս աշխարհում փրկելու։ Եթե որևէ մի փախստականի անվան տակ ստեղ նորից փորձեցին մտցնել, Նիկոլի Ցիլոյից սկսած մտցնելու են իրանց հետևները։ Էսա ժողովուրդ ուրիշ վիճակ չկա, ինձ ասում են ումն ես տեսնում ընտրություններին ընտրենք, բոլորը ջվուդներ են, այս հայոց հարցը ընտրությունով չի որոշվում ժողովուրդ ջան, վերադարձնենք պիտի են ինչ որ մեզ դարերով արել են, մորտել են պիտի մորտենք, Всё, ուրիշ ձև չկա հայոց հարցը լուծելու, հայեր, եթե ուզում եք ապրել, մենք այս վերջի մեր պատերազմը պիտի տանք, հասկացաք, հերիկա մեզ սովորցնեն, հայը թասիբով է, անզենին չի խպում, անզենը գալիս է քեզ, ոտի բուդմատից սկսում է լիզել պաչել, ոնց որ Նիկոլն ասում, ես դες սիրում եմ, ես դες սիրում եմ, ես դες սիրում եմ, ես դες սիրում եմ, սաղին մորտեց, Միջև գա հասնի կոգորտըտ, հասկացաք,
Ում հետ գործ ունեք։ Ներել չկա, մեղկալ չկա։ Ծնել ես երեխա, պարտավոր ես պաշտպանել։ Մեր պապերն ասում են ջրի սկզբից քո ծառը, հետո հարևանիդ։ Կյանքը տվել ես, պարտավոր ես պաշտպանել։ Էսա ուրիշ ձև չկա։ Էնենց որ պատրաստվեք, ժողովուրդ ջան, շնորհակալություն։